Քեզ կընկալեն այնպես, ինչպես դու ինքդ քեզ կընկալես, անկախ նրանից դու հաշմանդամություն ունես, թե չունես, կան բազմաթիվ մարդիկ, որ չունեն հաշմանդամություն, բայց հոգեբանական այնպիսի խնդիրներ ունեն, այնպիսի կոմպլեքսներ ունեն, որ դիմացինը էլի կարող է իրեն ոչ լիարժեք ընկալել եւ դու կարող ես ունենալ հաշմանդամություն եւ միշտ այդ մտքին է մնալու, որ դու քեզ հիվանդագին ձևով չընկալես, քեզ ռեալ դու քեզ ոնց կզգաս, ոնց կվերաբերես, ասես նես չէ, քնից զարթնես, ասես ես Մայքլ Ջեքսոնն եմ, սաղ կասեն դու Մայքլ Ջեքսոնն ես, չէ, ուղղակի դու քեզ ոնց զգում ես, քո ներսումը տենց էլ դիմացինը տնկալելու է, քո հայացքում, քո ամեն ինչում արտացոլվում է, թե դու ոնց ես քեզ զգում, ոնց ես քեզ վերաբերվում։ Դիմացինը դե դա զգում է ենթագիտակցորեն, ես չի ինքը մտածում է, տենաս էս տղեն իրան ոնց է զգում, ես էլ տենց վերաբերվում, չէ, դա էներգիա է, դու զգում ես։ Ես հիշում եմ, որ միասին նայում էինք տեսագրությունը ձեր մանկության տարիների եւ դուք հետաքրքիր բանի ուշադրություն հրավիրեցիք, ասացիք երեխաները ինձ հետ խաղում են ու կաստիրներից չեն էլ նայում, դեմքիս են նայում։ Նույնիսկ ֆուտբոլ էիք խաղում միասին։ Ոնց դու քեզ կպահես, տենց էլ հետագան կյանքդ կդասավորվի, էլի ոնց կզգաս քեզ։ Եթե երեխու մեջ փոքրուց կոմպլեքսներ են մտցնում, օրինակ կին է տենում, ինչ որ հաշմանդամ երեխու դուս ասում է, բա ինչ մեղ կա ու բարձր է ասում օրինակ։ Եթե երեխան որ լսում է, այդ իր մեջ արմատանում է, որ ինքը շատ պակաս է, էլի սաղից մեղ կա ինքը։ Ես ինքս չեմ էլ մտածել, որ հաշմանդամ մարդը այնքան պակաս է, որ մեղ կա։ Ես շատ տեսել եմ առողջ մարդկանց, որ մեղք են։ Դուք եք պատմել, որ երբ աշխատանքի մասին է խոսք գնում, ասում են, թե գոնե մի բուտկա լինի, նստես ինչ-որ։ Այդ ինձ են ասել։ Փոքր էի, 6-7 տարեկան։ Կին էր, հիշում եմ, խոսակցության ժամանակ տնեցիկից մեկին էր ասում, իմ ես էդ էի։ Բա ոնց հալնելու այս երեխեն գոնե մեծանա, մի հատ բուտկա լինի, նստի մի բան ծախի։ Ինձ ավելի շատ մոտիվացել է, որ հիմա էլ հիշում եմ, ընկճվելու բան չեմ տեմ, այդ մարդկանց մտածելակերպը տենց ա եղել այդ ժամանակ։ Գիտեմ, որ սրտացավ է ասել, բայց ժամանակը ցույց տվեց, որ բուտկում չեմ նստած։ Ես ավելի շատ պապայի մոտիվացնելուց եմ, ցենց ինքս ինձ ընկալել փոքրուց, քան մամայի։ Մաման շատ ամեն ինչ կյանքն է զոհել, այլ ասել իմ համար, որ ամեն ինչ լավ լինի, բայց դաստիարակչական բաներ կա, որ պապան խոսակցություններ, արտահայտություններ կա շատ լավ, մինչև հիմա տպված է իմ մեջ։ Ինքն է անենց արել հիմնականում, որ ես ինձ չեմ զգացել։ Ընկճված կամ որ ես ինչ որ պակաս եմ, տարբեր եմ, մեղք եմ։